Չէ, դեպքի նախորդով ժամանակահատվածի, 1 տարվա ժամանակահատվածի, որը առնչություն ունեցել եք այդ զորամասին։ Առնչությունը միայն ու միայն եղել է ինժեներական ապահովման խնդիրների կատարման, իրենց ինժեներական ապահովման խնդիրներ կատարելու համար նյութական միջոցներ, այսինքն ինժեներական sense ընդհանուր ասեմ, ինժեներական սպառազինության միջոցներ հատկացնելու։ Դիրքերի անվաշինական կառույցները նմանատ կառուցելու համար համապատասխան նյութական միջոցներ, շինանյութ, զինամթերք, տեխնիկայի հատկացում, այս հարցերի վերաբերյալ։ Շատ լավ։ Հարգելի վկայող, խնդրեմ կարող եք պատասխանել ներքին ծառայության կանոնիկը հաստատելու զինվորների Հայաստանի հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 110, 111, 112 հոդվածները, որոնք վերաբերում են գնդի ծառայության պետի իրավունքների պարտականություններին և մասնավորապես 112 հոդվածով գնդի ինժեներական ծառայության պետի իրավունքների պարտականությունների Աշխարհը ձեր զբաղեցած պաշտոնը, այս հոդվածները ձեզ վերաբերելն են թե ոչ։ Որովհետև դուք զբաղեցել եք զորամիավորման ինժեներական ծառայության պետի պաշտոնը, սակայն քանի որ օրենքում ներառված է գնդի ինժեներական ծառայության պետը կամ գնդի ծառայության պետը, այս հոդվածները ձեզ վերաբերում են։ Այդ հոդվածները ինձ որպես ինժեներական ծառայության պետի վերաբերելի են բանակային կորպուսի ծառայության պետի շրջանակներում իր ենթակա զորամասի իր ենթակա ստորաբաժանման առումով, ոչ թե բանակային կորպուսի ստորադաս զորամասի առումով, այսինքն ձեզ վերաբերելի են իմ շրջանակում, ոչ թե ենթակա զորամասին, այսինքն բացատրեմ, ես ունեմ ինժեներասակրավորային ստորաբաժանում, ինժեներական ապահովման խնդիրների վերաբերյալ իրենց անմիջապես խնդիր տալիս եմ բանակային կորպուսի շտաբի պետի ստորագրությամբ, բայց ենթակա զորամասի չեմ կարող։ Իսկ հարցերի պատասխանատվության եսի տպավորություն է ստեղծում, որ դուք ընդհանրապես մեկ հարց պետք է տայի պատասխանների մոտ, դες ընդհանրապես չեն կանչել հարցականներ։ Դուք ինչ առնչություն ունեք այս գործում, դուք ինչ հարցրեցին, ասեք ես չեմ իրավասությունների մեջ չի պատկում, այդ դեպքում է հարցան, չէ։ Կորպուսի հերթապահ ձեզ ինչից ելնելով զանգելու տեղեկացել, ինչ պաշտոնյա է կարևոր, որ դες զանգը տեղեկացել է հատկապես այդ դեպքի մասին։ Չեմ կարող ասել, զանգից ասեց, թե ինչից է ենթադրել, որ պետք է պարտավոր է կամ թե ինչից է տես վերցել, չեմ կարող ասել։ Դա հաջորդ հարցը կա։ Դուք ելել եք նույն զորամիավորման մեջ, դուք կարող եք միապես բացատրել, ձեր անունը ինչպես է ինժեներական ծառայության պետ, Տիգրան Ղազարյանը որպես 75-937 զորամասի ինժեներական ծառայության պետ, եւ դուք որպես այդ զորամիավորման ձեր աշխատանքները դուք եք ո՞նց եք կազմակերպել, որ դուք առանձին եք ինժեներական ծառայություն իրականացրել, Տիգրան Ղազարյանը ենթակազմակերպով առանձին է իրականացրել, դուք մեկը մյուսի հետ կապ չեք ունեցել։ Կապը ես արդեն ներկայացրեցի ինչպիսին է, երբ որ խնդիրները իջացնում են, կապը իրականացվում է զորամասերի բանակային կորպուսից զորամասի հրամանատարին, իրեն զորամասի հրամանատարին իջեցնելով։ Այսինքն դուք Տիգրան Ղազարյանի հետ որևէ առնչություն չեք ունեցել, այսինքն դուք փորձել եք այդ զորամասի պահպանման կամ պաշտպանության տարածքում մի գործողություն իրականացնել, դուք դա իրականացրել եք զորամասի հրամանատարի միջոցով, այդ դեպքում Երիշե Հակոբյանին ինչ նյութական միջոցներ եք հատկացրել։ Այդ ով է Երիշե Հակոբյան, բերեք արգամի միջոցով ասեք դատում Երիշե։ Այդ նյութական միջոցների հատկացումը, երբ որ մենք հատկացնում ենք, զորամասի հրամանատարը կարող է լիազորագրով լիազորված մարդու ուղարկի եւ նյութական միջոցը ստանա, տանի արդեն զորամասում համապատասխան ծառայությանը, հանձնի մուտք անել համապատասխան ծառայության պահեստ։ Հետևաբար Երիշե Հակոբյանը կլիներ ներկայանողը նյութական միջոց ստացողը թե ով, դա էական չի, էականը որ զորամասի հրամանատարի կողմից լիազորված մարդ է ներկայանում տվյալ կառույց, որպեսզի ստանա։ Եվ տանում հանձնում է արդեն ըստ տնօրինության։ Պարոն Միսակյան, եկեք որպեսզի խառնաշփոթ չստեղծվի, ես անգամ ուզում եմ հասկանալ ձեր իրավասությունների շրջանակը, եկեք Տիգրան Ղազարյանի մասնավորապես այդ զորամասի ինժեներական ծառայության իրավասությունների շրջանակը։ Ինչով է տարանջատված եղել, ինչով է ուրեմն փոխկապակցված եղել։ Դուք ինչ առնչություն եք
Ինչի է զորամասի ներողություն էլի անկեղծ ինչի է զորամասի բուստարարության պետք ինչ են կանչել հարձակնիմա, ինչ են կանչել ձեզ հարձակնիմա, ինչ առնություն ունենք, այս ծավալ, այս զորքերի, այս լա հետո կանրադարն ենք դրան, բայց հիմա խնդրում եմ հստակ, մաչելի, հասկանալի լեզվով բացատրեք, ոնց կարող է պատահի երկրորդ զորամիավորման ինժեներական ծառայությունը, ըստ ձեր դատողության ու տրամաբանության, որևէ առնություն չունենա իր ենթակա զորամասի ինժեներական ծառայության հետ։ Այսինքն կներեք դուք ունեք շիֆր բաժանում եք եղել։ Ուրեմն ես ոչ այդ զորամասի ինժեներական ծառայության պետի հետ ստորաբայի եւ որպես ենթակա իրենք իմ ենթական չեն, պարզապես կապը հետեւյալն է։ Եթե կա ինժեներական ծառայություն, հա, ինժեներական ծառայությունը իր ինստանցիաներով իջնում է յուրաքանչյուր զորամասերում եւ յուրաքանչյուր վերադաս խնդիրը, երբ որ իջեցնում է զորամասի հրամանատարների միջոցով։ Անմիջապես զորամասի ինժեներական ծառայության պետին չի տալիս, քանզի հենց այդ նույն զորամասի ինժեներական ծառայության պետն էլ ենթարկվում է զորամասի հրամանատարին, ոչ թե վերադաս ինժեներական ծառայության պետին։ Իրենց միջև կապը ինժեներական ապահովմանը, այո, պլանային ստուգումների ժամանակ ինժեներական ապահովման խնդիրների վերադաս կորպուսի կազմով, հայ, ես իմ խնդիրների վերաբերյալ իմ խնդիրներն եմ ստուգել։ Իմ խնդիրները ես նորից եմ ասում, անմիջական որպես այդ ստորաբաժանումը ինձ որպես ենթակա չի, ես իմ ծառայության ծով գնում եմ, այնտեղ իմ ծառայությունն եմ ստուգում։ Մեր կապը իրար մեջ զորամասերի հրամանատարների միջոցով ինժեներական ապահովման խնդիրներն են։ Ուրիշ ոչինչ։ Եվ այդ հարցերի հետ է, եթե քննարկում լինում է, այդ հարցերի հետ է լինում մարտական ապահովումը ինժեներական, ինչպես է պլանավորել, ոնց է պլանավորել, կամ տարեկան ինժեներական ապահովման պլանը դիրքերի կահավորման։ Սա է մեր կապը։ Բայց էլի նորից, եթե որ ես այս հարցերի վերաբերյալ խնդիր եմ իջեցնում եմ կորպուսի հրամանատարի միջոցով։ Ամիս այսպիսի հարց ձեր իրավասությունները, ձեր պարտականությունները, որ դուք իրականացրել եք, դուք որ անձնակազմի միջոցով եք իրականացրել, ում միջոցով եք կատարել, ձեր առջև վերադասը հրահանգ է տվել, որ դուք ինչ-որ քայլեր իրականացնեք, ապահովեք երկրորդ զորամիավորման ինժեներական ապահովումը դրա բոլոր բաղադրամասերով, դուք ում միջոցով եք իրականացրել։ Իրականացնում ենք զորամասի հրամանատարի եւ ինժեներական ծառայության պետի միջոցով։ Ինժեներական ապահովման խնդիրներ։ Դա առարկայով են կարող եք ներկայացնել, դա ինչպես է, դուք նրանց վերադաս հանդիսացել եք թե ոչ։ Ում հանդեպ։ Այդ զորամասի հրամանատարի ու այդ ինժեներական անձնակազմի, ինժեներասակրավորային ծառայության անձնակազմի նկատմամբ։ Ինժեներասակրավոր ոչ։ Ոչ, ես անմիջապես վերադաս չեմ։ Անմիջապես չէ, ոչ էլ ուղղակի։ Լավ, հիմա մի հատ կարդամ ես հասկանում եմ, որ դուք արդեն խուսափում եք այդ ուղղակի։ Չէ, խուսափելու ոչինչ չկա, պարզապես ես կարդում եմ ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 117 հոդվածի կարգավորումը, որտեղ տարածում են արձանագրված է հետևյալը. Գնդի ծառայության պետը պարտավոր է մասնակցել մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական պատվաստության պլանների մշակմանը եւ կազմակերպել դրանց կատարումը իր մասնակցության մասով, ուշադրություն, ղեկավարել ծառայության գործունեությունը եւ իրեն ենթակա ստորաբաժանման ու ծառայության մարտական պատրաստությանը դրանցում պահպանել ներքին կանոն, հաջորդը գիտենալ անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանման եւ ծառայության յուրաքանչյուր սպայի, ենթասպայի եւ սերժանտի գործնական եւ բարոյահոգեբանական հատկանիշներում նրանց հետ անհատական աշխատանք կանել զինվորական դաստիարակության գծով, հաջորդը գնդի սպաների, ենթասպաների, ստորաբաժանումների եւ պարապմունքներ անցկացնել իր մասնագիտության գծով, միջոցներ ձեռնարկել համապատասխան որակյալ մասնակետերի պատրաստման համար եւ սեն շարունակ։ Հիմա հարց եմ տալիս,
Դուք այս դրույթները, որ կիրառել եք, կամ կիրառել եք երբևէ թե ոչ, կամ եթե այս ձեր պարտականությունները իրականացրել եք թե ոչ, ում նկատմամբ պետք է կիրառել, ձեր ենթակա անձնակազմը ով է եղել։ Այդ դրույթները կիրառելուց ես կիրառել եմ բանակային կորպուսի ինժեներասակրավորային ստորաբաժանման հետ տարեկան պլաններով մարտական պատրաստության կա նաև բանակային կորպուսի ինժեներական ծառայության պետերի հավաքներ, որոնք որ ղեկավարը նշանակում որպես կանոն բանակային կորպուսի ինժեներական ծառայության պետը։ Նրանք հավաքվում են նախապես նշված վայրը եւ անցկացվում է մարտական պատրաստության դասընթացներ, ինժեներական ապահովման, այդքանը, այդ ձեր կողմից նշված դրույթներով։ Ինչպես նաեւ հենց նույն պլանների ճշտման ժամանակ նրանք իրենց մարտական պատրաստականության հաստատքներով գալիս են բանակային կորպուս եւ իրենց հետ իրականացվում է ճշտումներ։ Այս ձևաչափ։ Դուք երկրորդ զորամիավորման ենթակա զորամասերում երբևիցե եւ մասնավորապես այդ զորամասում երբևիցե ստուգում իրականացրել եք նման լիազորություն իրավասություն ունեցել եք։ Ստուգում իրականացրել են ինժեներական ծառայության գործերը, ինժեներական ապահովման խնդիրները։ Այսինքն գնացել ենք զորամասի իրանտարին հանդիպել ենք, ներկայացրել ենք ինչ նպատակով ենք եկել, նշանակել է ծառայության պետին, որպեսզի գնանք դիրքերում տարվա պլանում նախատեսված կամ եթե արտա պլանային խնդիրներ եղել, այդ խնդիրները ստուգել ինժեներական ապահովման, խրամատներ, կացարաններ եւ այլն։ Իսկ երբ որ դուք ապահովել եք իրականացրել եք այդ ստուգումները, վերջի անգամ այդ զորամասում կարող եք ասել երբ եք իրականացրել այդ ստուգումը։ Չէ, հստակորեն չեմ կարող նշել։ Ընդհանրապես հուշեմ հետևյալը, որ վկայակոչված օրենքի 112 հոդվածի երկրորդ մասի համաձայն դուք պարտավոր եք ոչ պակաս քան տարեկան 2 անգամ ստուգել գնդի ստորաբաժանումներում եւ պարեստում ինժեներական սպառազինության արկայության վիճակը անցկացնել դրանց ամենամեծ դույթագրում։ Հիմա ես խնդրում եմ դուք ասեք, քանի որ 2023 թվականի հունվարի 19-ին ըստ էության նոր տարին մեկնարկել 2023 թվականի մասին չխոսենք։ Հիմա մի հատ խնդրում եմ ասեք, դուք դրա նախորդող ժամանակահատվածում 2 անգամ 2022 թվականին պարտավոր եք 2 անգամ ստուգել։ Դուք երբ եք ստուգել վերջ անգամ։ Ժամկետներ չեմ կարող, օրեր չեմ կարող նշել, երբ եմ ստուգել, բայց եղել են հենց ինժեներական սպառազինության միջոցների ստուգումը եղել է։ 22 թվականից ստուգել եք թե ոչ։ Այո, գնացել ենք, նայել ենք, ստուգել ենք։ Չեմ կարող, մեկ տարվա մեկ եղել է մոտավորապես օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր այդ ամիսներին մեկ էլ տարվա սկզբին եղել է։ Բացի դրանից էլի նորից ստուգումը իրականացրել այդ զորամասում։ Այո, իմ սպառազինությունը, մեր ինժեներական ապահովման սպառազինության Ասեք այդ սպառազինությունը ասելով ինչ նկատի։ Ինժեներական զինամթեր, կականներ, ինժեներական տեխնիկա, տրակտորներ, էքսկավատորներ, կրաններ եւ այլն։ Ականորսիչներ, քողարկման ցանցեր, շինանյութ, իմ գծով, ինժեներական ապահովման գծով, քար, տախտակ, ամրաններ, որ հատկացնում են, նմանակետ նյութական միջոց։ Այդ անձնակազմի 75-937 զորամասի ինժեներասակրավորային վարժի համար նախատեսված անձնակազմի կացարան որևիցե ձեր մասնակցության առումով զենք զինամթերներ արտահայտել եք։ Այդ տեքի օրը, թե ընդհանրապես։ Դուք եք չես ստուգել, դուք պետք է ստուգեի, որ մի հատ ակտ կազմեք ստուգմա, թե այդ անձնակազմը ընդհանրապես ինչ պայմաններում ապրում, այդ պայմաններում ընդհանրապես որևէ զենք ձեր դուք եք չէ անտաշեշտում։ Ասենք ես մենակ պատասխանատու եմ, չնայած ոչ ոք ձեզ չի հարցնում թիկունքային ծառայության մասին։ Ձեր մասնակցության մասով են եկել բերել դատարան հարցնում։ Խնդրում եք անդադար չշեշտել։ Հիմա դուք պարտավոր եք
2022 թվականին երկու անգամ ստուգել։ Դու հիմա ես հարց եմ տալիս։ Այդ զինվորների համար նախատեսված կացարանում ձեր մասնագիտության առումով զենք, զինամթերք, չգիտեմ, մնացած տեխնիկա արքայել է թե չէ, ստուգել է։ Այդտեղ եղել է իրանց, որ բանը տեխնիկաները կանգնած, տրակտորները դրսում կռանը, իսկ զինամթերք կացարանի ներսում չեմ նկատել այդպես բան, որտեղ զինամթերք այլ տեղ է, տարբեր տեղ է, քանի որ դուրս էին կուտակված պահում էր, Դուք ստուգել եք չեք նկատել թե չէ։ չի եղել ստուգման ժամանակ շինության, որտեղ որ իրենք բնակվել են, զինամթերք չի եղել։ Հա, ես չի եղել։ Չի բան եղել։ Աղասենք որևիցե խնդիր կատարելու համար Եթե կարող է ինչ-որ որևիցե խնդիր կատարելու համար ինչ-որ մի պահի իրենք բերել են տեղ կամ տարել են, ես նմանատիպ տեղեկությամբ չունեմ, բայց որ ես գնացել եմ զինամթերքները ստուգելու այնտեղ, որտեղ որ պահում են, ստուգվել է վիճակը, պահպանման ձևը, այդ իրանց արկղերը նորմալ է, թե չէ, բայց հենց այնտեղ, որտեղ որ իրենք ապրել են, տեղ զինամթերք ես չեմ հայտնաբերել։ Դուք ասում եք, որ թվականին եք ծառայել եք զորամասում։ 17 թվական։ Քան տարվա զինվորական ծառայության ստացվում։ 21։ Անկեղծ էլի մարդն հնարավոր է կաշկանդված եք, լարված եք։ Ոչ, Որտեղ դուք այն աստիճանի ակնհայտ էլի անտրամաբանական պատասխաններ եք տալիս, որ ուղղակի չգիտեմ, եթե կաշկանդված կա, ես խնդրեմ դատարանին, այսինքն դադարեցնեմ ձեր հարցաքննությունը։ Չէ, կաշկանդված չեմ եւ իմ պատասխանները նորից եմ ես ասում։ Եթե խոսում ենք զինամթերքի պահպանման կարգից, այդ շինությունում ես նորից կրկնում եմ, պնդում եմ, որ երբ որ ես գնացել եմ ստուգման այդտեղ զինամթերք ես չեմ հայտնաբերել, որ հենց իրենց մնալու հա։ Այդ շինության մեջ մտել եք իրական։ Մի քանի անգամ եղել եմ, մտել եմ նստել նախասրահի մոտ, նստել ենք, ճշտել ենք մեր ինժեներական ապահովում։ Ասենք այդ սենյակները մտել նայում, ասում եք որ չի եղել զինամթերք։ Սենյակներում։ Ախր Չէ, սենյակներում ես չեմ տեսել։ Բոլոր սենյակները մտել եք։ Չեմ տեսել, չեմ մտել սենյակները, բայց այդ որտեղ որ մտել եմ, չի։ Պատասխանեք, չեմ տեսել, չեմ մտել։ Բոլոր սենյակները մտել եք։ Ոչ։ Այսինքն ձեզ մենակ այդ փեջն է հետաքրքրել։ Որ թե փեջն է հետաքրքրել, իմ խնդիրներն են Ախր դուք հետաքրքրել։ ոչ թե պետք է դատարանի բարձրացած հարցին մտնեիք, տեսնեք թե չտեսնեք, դուք պարտավոր եք ստուգեի։ Դա ձեր պարտականությունն է։ Այլ որ ամեն մեկը ձեր պարտականությունները ձեր տեղում իրականացած լինեիք, հնարավոր է որ մենք այս ողբերգությունը չունենայինք։ Ինչ է նշանակում ես չեմ ասել, ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության զինվորների փոխգնդապետը դատարանում ասում է զենք զինամթերք չի եղել։ Արուժեկա չկա զինվորական անձնակազմում կացարաններում։ Այդ արուժեկում զենք զինամթերք նախատեսված չի, ամեն մի զինվորին զենք հատկացված չի։ Կներեք, բայց դուք ինձ սկզբից, երբ որ ես անընդհատ շեշտում եի, որ ինժեներական զինամթերք, դուք ինձ ասացիք, որ դա հասկացանք եւ խնդրում ենք չասեք, հիմա արուժեկա զենք, ավտոմատ։ Դա նույնց եմ կրկնում, ինժեներական սպառազինության միջոց չի եւ դա հնարավոր է որ պահեն այնտեղ եւ էլ եմ կրկնում որ դա իմ ինժեներական սպառազինության միջոցը չի եւ դա իմ ֆունկցիոնալ պարտականության մեջ չի մտնում, խնդրում եմ ես պարտավոր չեմ ձեզ այլ դրա պատասխանը երբ որ ես հարց տամ։ Հարցը ընդհանուր վերաբերում է զենքերին։ Այստեղ պետք չի տարանջալ ինժեներական կամ չգիտեմ ռազմական։ Եթե ձեզ հարց ընդհանրից ընդհանուր, եթե դուք տեսել եք զենք զինամթերքի կացարանում, նշեք, տեսել դուք ասում եք չեմ տեսել, ընդհանրապես այդ կացարանում չէ, բայց այս դատարանում բազմաթիվ վկտաններ արձակել են, որոնք նշել են թե նույնիսկ որտեղ է գտնվել այդ կացարանում զենք ու զինամթերք, ոնց հասկանալ։ Արձանագրեք որ չեք եղել այդտեղ, թե ճիշտ չեք ասում դատարանը։ Ոչ, պարզապես եթե խոսքը գնում է արդեն ընդհանուր զենքի վերաբերյալ, հետևաբար կապատասխանեմ հետո որ երբ որ խոսքը գնում էր ինժեներական սպառազինության միջոցներին եւ նշվեց որ հասկացանք որ խոսքը դրա մասին է գնում եւ հարց է բարձրանում որ ստուգեիք ձեր պարտականությունների շրջանակներում իմ պարտականությունների շրջանակներում ինժեներական զինամթերքներ է ստուգում, հա, եւ հետո հարցը առաջանում թե դուք տեսել եք թե չէ, այսինքն ենթադրաբար ես ընկալեցի որ
ինժեներական զինամթերքը։ Հետո հարցը առաջանում, որ ինչի զենք ավտոմատ, հա, ինքնաձիգ, այս հարցի վերաբերյալ ես առարկություն չունեմ, որ եղել է, եթե ինքնաձիգին է վերաբերվում։ Իսկ ես խոսում եմ, որ ական, սա է հարցը։ Բան փոխնդակ, հարգարժան պարոն Սահակյան, ես ուղղակի բացառում եմ նման հնարավորություն տեսական, բայց շարունակեմ եմ իմ հարցը։ Դուք փոխնդապետի կոչումով ներկայացել եք մի ստորաբաժանում ու ես ուղղակի պրակտիկորեն դա անհնար է, որ դուք տեսնեք թիկունքային ծառայությունում միացած ինչ-որ անորակ աշխատանք, ու ասեք լավ, սա իմ մասնագիտության գծով չի, ես սրան բան չեմ ասում, այլ քանի որ մենակ հարցը վերաբերում է իմ ինժեներական ծառայությունը, ես սրան եմ վերաբերվում։ Ես ուղղակի Հայաստանի Հանրապետության զինվորությունը դա բացառում եմ նման, ուրեմն դիտարկում եմ։ Լավ, եկել եք գնացել եք, ստուգել եք ձեր ծառայության մասով։ Այդ ազնագազմում, ինչ որ այդ զորանոցում, ինչ եք դուք արձանագրել։ Ձեր ստուգման արդյունքներով ինչ եք, ստուգման ակտ կազմել եք։ Մեր գործով մեր հարցերի վերաբերյալ, եթե եղել է թերություններ, եթե եղել է խնդիրներ կատարելու, այդ խնդիրների վերաբերյալ ինչ պետք է կատարել։ Լավ, դուք Տիգրան Ղազարյանի ճանաչում եք։ Այո։ Ո՞վ է Տիգրան Ղազարյանը։ 75938 զորամասի ինժեներական ծառայության պետը։ Տիգրան Ղազարյանի հետ ծառայողական դուք ինչ հարաբերություններ եք ունեցել։ Նորմալ։ Չէ, խնդիրը լարվածության բան չի, նրանք ձեր աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակահատվածում Տիգրան Ղազարյանի դիտարկել որպես այդ զորամասի ինժեներական ծառայության պետ։ Իր հետ ինչ առնչություն եք ունեցել ձեր աշխատանքների կազմակերպման գործընթացում։ Ծառայողական այդ խնդիրների, մեր ինժեներական ապահովման խնդիրների սահմանում առնչություն։ Դա ո՞րն է։ Դուք գիտեք, մենք չգիտենք, ասեք իմ ասեմ։ Դիրքերի ամրաշինական կառույցների վերաբերյալ հարցեր, ինչքան պետք է կառուցվի, որտեղ պետք է կառուցվի, ինչ նյութական միջոցներ ունեն, չունեն։ Ականադաշտերի տեղադրման վերաբերյալ, ինչպիսի տեսակներ դրվի, հա, ինչ չդրվի, Տիգրան է ձեզ ասում, թե դուք եք Տիգրանին ասում։ Այդ խնդիրը կարա նաև իրանց կողմից էլ է գալի, որ ներկայացնում են, որ սենց խնդիր կա, դա քննարկում է եւ իսկ պաշտոնական կազմակերպումը իրականացվում է զորամասի հրամանատարի միջոցով, այսինքն որ ունենք նմանատիպ խնդիր կատարելու, մեզ անհրաժեշտ է այս նյութական միջոցները, դիմում է կորպուսի իրանտարին, խնդրում ենք տվեք այս նյութական միջոցները եւ այդ ճանապարհով հետավերադարձում հատկացման նյութական միջոցը իրենց։ Ես հասկանում դուք ինչ եք ասում, ես համաձայն եմ նույնիսկ դեպի տարանել, որ նույնիսկ եթե ինչ-որ նյութական միջոց պետք է ստանար զորամասը, պետք է դիմեի զորամիավորման հրամանատարին։ Այսօր զինված ուժերում մի հատ խնդիր, փոքրիկ խնդիր սոցիալական ոլորտում կամ ազնագազմի հետ կապված ոլորտում, եթե ես որպես փաստաբան դիմում, ես չեմ դիմում սոցիալական ապահովության վարչության պետին, դիմում եմ պաշտպանության նախարարին, բնականաբար պետք է դիմեին ձեր զորամասի զորամիավորման հրամանատարին կամ զորամասի հրամանատարի միջոցով դա կատարվել այդ թղթաբանությունը, բայց պրակտիկ իրականության մեջ այդ աշխատանքների կազմակերպման համար ձեր եւ Տիգրան Ղազարյանի միջև կայացած հարաբերություններ չեն եղել։ Այսինքն ոնց է եղել։ Նման ասեն քննարկում կացանալու ականներ պետք է լինեին, թե չէ։ Չէ։ Չէ, այդ ականները որտեղ պետք, եթե պետական գաղտնիք է կարող չասել, ասել ես։ Որպես կանոն, եթե զորամասը ինքը տիպային է եւ ունի պահեստում, իսկ եթե զորամասը դուրս է հանված դաշտային պայմաններում դա կարող լինի որևիցե շինություն կամ ինչ-որ մի հատ կապլավանի մեջ տարբեր կամ էլ թեկուզ հենց գետնի վրա քողարկված։ Բամ հոգնդավ է, քանի որ վերջի 2 տարիների ընթացքում այս գործի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվել նաև հրապարակայնորեն, ես կուզենայի մեկ-երկու հատ ես համատեքստում հարց տալ, ընդհանրապես ականների ապահովման, դրանց անվտանգության ապահովման, դրանց տեղափոխման հետ կապված ինչ մեխանիզմ է գործել, եթե կրկնում են պետական գաղտնի նշանակություն ունեցող տեղեկությունները հրապարակելու, հայտնեք դատարանը մնացած հարցեր կարգով։ Այսինքն մեր կողմից ինչ մեխանիզմներ է կազմակերպել։
Դա զորամասի մարտական հաշվարկով պլանավորված գործողություններ են, թե ինչ տրանսպորտով, որտեղ, ուր։ Իսկ պահպանման առումով Պահպանման առումով, եթե խաղաղ պայմանները պահեստում, զորամասի պահեստում, շարված արկղերի մեջ, զբաների, զինանթեքի պահպանման որ երկրի արտադրության են։ Մենք ունեցել ենք մեր հայկականը և ռուսականը։ Դրանց շուկական արժեքին ծանոթ Չեմ հիշում։ Եղել են այդ տվյալները, ուղղակի հիմա չեմ կարողանում հիշել։ Հանրապես ականների վաճառքի մասին որևէ տեղեկություն, ասեկոս է, ձեզ հայտնել է։ Ոչ, նման տեղեկության չեմ տիրել։ Իսկ ականները ունեն գործունեության ժամկետ, պիտանելիության ժամկետներով։ Կա, հա, մինչև, եթե չեմ սխալվում, հիմա լավ հիշեմ, մոտավորապես մի 50 տարի։ Դա պահպանման մեջ գտնվելով, բայց կարող է այս տվյալները մի քիչ։ Դա դուք եղել եք լավ։ Դուք եղել եք զորամիավորման ինժեներական ծառայության պետ։ Ինչով է պայմանավորված եղել, որ դեպքի վայրում չեք եղել։ Իսկ երբ որ ստացակ է ահազանգը, զորամիավորման հերթապատ ձեզ տեղի կասեք, ինչու չեք եղել, ինչով է պայմանավորված եղել, որ ընդեղ չեք եղել։ Ես մինչև դեպքի օրը արդեն պլանավորվել էր կապկար բանակային կորպուսի հրամանատարի հրաման, որ պետք է ներկայանայի զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն, նյութական միջոցների հաշվառման տվյալները ստուգելու համար։ Այսինքն մինչև դեպքի օրը այդ հրամանի համաձայն գործողվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն։ Դուք այդ զորամասում ընդունման հանձնման զորամասի հրամանատարին նշանակման կապակցության ընդունման հանձնման հանձնաժողովի աշխատանքների մասնակցություն ունեցել եք թե ոչ։ Զորամասի անտարի։ Կամ զորամասի ընդունման հանձնման։ Հիշում եմ, որ հա։ Հիշեք և դեպքից որքան ժամանակ առաջ։ Բավական ժամանակ էր։ Սա չեմ կարողանում մտաբերել այդ ժամանակը, բայց երկար ժամանակ էր։ Դեպքի նախորդով քանի ամիս առաջ է։ 2022 թվականին է։ Հա, 22-ին, հա։ Ասում եք երկար ժամանակ է, երկար ինչքան է պահպանում։ Չեմ կարողանում հիշել։ Մոտավորապես, եթե ասեմ, ես հնարավոր է, որ սա 2-3 ամիս, 4 ամիս, էսենց։ Ամենակ ինչ գործառույթ է իրական, այդ հանձնաժողովի լիազորությունների մեջ ինչ է մտնում, դուք կոնկրետ ձեր մասով ինչ գործառույթ եք, ինչ աշխատանք եք կատարել, ինչն եք ստուգել, ինչն եք ընդունել, ինչն եք հանձնել։ Ինժեներական տեխնիկան, ինժեներական զինամթերք, ինժեներական ունեցվածք, դրանց քանակը, առկայությունը, վիճակը։ Այդ ինժեներական տեխնիկայի միջոցների մեջ ամեն ինչ մտնում է բացի ինժեներական անձնակազմի համար նախատեսված բնակավայր է։ Այդ ինժեներական անձնակազմը ինքը նաև իր ինքնաձիգերն էլ ունի, որ չի մտնում ինժեներականի մեջ, ունի համազգեստ, բրոնեժիլետներ։ Չէ, ինժեներական սպառազինության ոչ, չէ, չի մտնում։ Իսկ են բլինդաժները, դիրքերը, որ դրանք կառուցում են, դրանք մտնում են։ Այո, բլինդաժները, դիրքերում ինժեներական կառավարվածությունը մտնում է։ Լավ չի մտել, չի մտել, դրանց մեջ չի մտել, հարգելի բան հոգնդապետ։ Ձեզ երկրի չի հետաքրքրել, զուտ մարդկանորեն եմ հարցում, թե ձեր ենթակա անձնակազմը, կամ այն անձնակազմը, որ իրականացնում են ինժեներական ծառայություն, որտեղ ապրում, ինչ պայմաններում ապրում, ինչով է սնվում, ինչ է ուտում, որտեղ է քնում, ինչով է տաքանում, ձեզ չի հետաքրքրել։ Սա ոչ թե չհետաքրքրելու հարց է, այլ պարզապես խնդիրների ծավալից ելնելով ես այդ հարցերին անդրադառնալու ժամանակ չեմ ունեցել։ Շատ լավ։ Բայց այդ հարցերին անդրադառնալու հարցերը այդ բնակենցաղային պայմանների հարցերը ոչ չի մտել։
Պարոն Միսակյան, դուք դեպքի օրը ցերեկը որտեղ եք եղել, կերպից հետո լուսաբացին։ Դեպքի լուսաբացին։ Դեպքի եղել էր, մի քանի ժամ անցել էր, որտեղ եք եղել։ Ես այդ օրը հետ եմ որ Արմավիրի մարզում էի, դեպքը գիշեր իմացա, առավոտը 9-ի կողմերն էր եղա զինված ուժեր, գլխավոր շտաբ, մտա ու շատ արագ դուրս եկա, հետ գնացի։ Մոտավորապես 11-12-ն էր երևի, մինչև կեսօր։ Հասել եմ ընդեղ, գնացել եմ այդ վարված շենքը։ Մինչև 12-ին որտեղ եք հասել։ Արդեն Վարդենից։ Վարդենից որտեղ եք եղել։ Նա այդ վարված շենքի մոտ գնացի Երևանից մի անգամից գնացել եք վարված շենք։ Այնտեղից գնացել եմ, այդ որ ես նշեցի իմ ցուցմունքներում, որ ինչ-որ տրակտորավարի հետ որ խոսել եմ, ընդհանուր նման տեղեկություն, որից հետո նոր գնացել եմ այնտեղ։ Չէ, զորամիավորում եղել եք, կորպուսի շտաբ եղել եք։ Չէ, կորպուսի շտաբ չեղա, դրա հետո նոր արդեն գնացի կորպուսի շտաբ։ Որ ժամին եք եղել կորպուսի շտաբ։ Կեսօրից հետո էր։ Այն կուզենամ մի հատուկին ձեզ հարցը պատասխանել։ Կորպուսում հետո ինչ տրամադրություն է եղել, դուք ինչ տեղ, ընդհանրապես ենթակ անձնակազմին ինչ հրահանգավորում տրվել եք, որ դեպքից եք։ Հետակ անձնակազմին իմ կողմից իմ ինքնավոր ոչ մի հրահանգ չեմ տվել։ Դուք չէ, հարապես։ Չեմ կարող ասել, կոնկրետ պես բան չի, չեմ հիշում, որ ասենք ինչ-որ հրահանգավորում անցկացվի, որ պետք է այսպես, այնպես չգիտեմ, այտենց բան չի եղել։ Տրամադրվածություն չեմ հիշում։ Ես միգուցե ասենք, որ ես եղել եմ այնտեղ էլ արդեն եղել է կամ չեմ կարողանում ասել, եղել է տենց բան, թե չէ, կոնկրետ ես այդտեղ որ գնացել եմ կորպուսում, իմ ներկա ժամանակ որ եղել եմ կորպուսում, այտենց հրահանգներ չի եղել, որևիցե տեսակի։ Հա դեպք է եղել, ասենց բաներ ու վերջ։ Իսկ ինչ վարկաստեր են ընդհանրապես այդ որը քննարկել։ Իհարկե դուք ավակ ստարտի կազմի ներկայացուցիչ չեք եղել։ Որևէ հավաք, կորպուսի հրամանատարի մասնակցության կամ ղեկավար անձնակազմի մասնակցության դեպքի հանգամանքները քննելու։ Ոչ, նմանատիպ միջոցառում չի իրականացվել, որպեսզի ներկայացնեն ինչ վարկաստներ կա։ Չի եղել։ Չէ։ Այսինքն Այդ օրվա դրությամբ արդեն ես մինչև գնացել եմ կորպուսի իրանտարները և մնացած տեղակալները զորացրման հրաման եղել, ոչ մեկ չեն եղել տեղում, իսկ որ լիներ ես չի եղել, ինչ-որ վարկած, որպեսզի լիներ։ լավ, ըստ ինչ ա եղել, պարոն Միսակյան։ Ես չեմ կարող ասել բացառությամբ ընդհանուր տեղեկությունից, որ վառարանը վառելուց բենզինով փորձել է վառարանը վառվի, ինքն է վառվել և այդ ամանը ինչ-որ շպրտել է։ Ուրիշ ոչինչ տեղեկություն չունեմ։ Վերջի հարցը տա, որ դուք ստուգում եք, ընդհանրապես այդ կացարանում բենզին պետք է լիներ, թե չէ, ինչի համար է բենզին նախատեսվում, բենզին ինչի համար պետք է ծառայեցվել, օգտագործվել, ինչի համար։ Իմ ծառայությունով բենզին կամ դիզելային վառելիք հատկացվում է այդ զորամասին, որպեսզի ինժեներական տեխնիկաների աշխատանքը ապահովի։ Կոնկրետ այդ անձնակազմում, այդ ժամանակահատվածում, այդ օրը ինչի համար պետք է նախատեսել, ու ընդհանրապես բենզինը ինչով, ինչ տարաներով պետք է բերվել, ըստ ինժեներական ծառայության, ուրեմն կանոնակարգումների, ինչպես պետք է բերվել։ Բերումը կարող տարբեր լինի 200 լիտրանոց տակառներով կամ լինի 20 լիտրանոց կանեստերներով։ Ինչ մատերիալից կներ։ Տարբեր են մեր ունեցա, որ տենց բան չկա, ինչ նյութից պետք է լինի։ Դա ՎՔՆ-ի հարցն է, որ ՎՔՆ-ն ինչ տարաներով է հատկացնում։ Հանձի ցանկացած ՎՔՆ հատկացումը դա իրականացվում է անկախ նրանից ինչ նպատակով է իրականացվում, հատկացվում է ՎՔՆ, եթե վառելիքի մասն եք խոսում, հատկացումը ՎՔՆ ծառայությանը, ՎՔՆ ծառայությունը հատկացումը իրականացումը։ Շատ լավ, քանի որ դուք ստուգող
կառույցի իրավասություն եք ունեցել կոնկրետ այդ անձնակազմին կցված տեխնիկային համար որ գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է բենզինը։ Ունեն բետաստրակտորներ, որպեսզի այդ բետաստրակտորները մեկնարկելուց օգտագործում է բենզին։ Շատ ապահովաբար ես հարցը Չունեք դարձել։ Ես ունեմ բան։ Այ պարոն Բողոնդապետ, դուք պարոն Նորիկյանի հարցերին պատասխանում էիք, երբ որ ինքը հարցը տալիս էր ներքին ծառայության կանոնով